Բարև պարոն Աղջապետ։ Այս տաղավարներն են մեծ շինություններն են տեղադրելու, որտեղ բեժերի գրանցումն է լինելու, այդտեղից մոտենալու։ Սա ինչ է ժամանակավոր։ Սա ժամանակավոր կառույց է լինելու, բայց բավականին ամուր։ Սա այս ամբողջ շինությունն է։ Գները բավականին մաչելի են, տարբերություններ ունեն սպորտի միջից ավելին։ Այս հատվածում ընդդիմացի լանջը կոլտուրանը լինելություն։ Սա այս հատվածը, մյուսը այս շինությունը մեջնավորում են այս հատվածում, իսկ հատվածում, այս ռենդերի վրա այս պարսպատը չկա։ Իսկ հանդելում հավասկի մասը մինչև են դեպի։ 6 մետր շորության մենք արդեն թորել ենք, ներքոն ուզենք կստեղ, որը գնամանականներից կա, և ստեղ էլ արդեն ինչպես տեսնում եք, աշխատանքները նաշահանավգին են, իսկ են ճանապարհը որ մենք ասում ենք այդ շարունակությունները չեմ երևում Երևան մորը եվակուացիա ճանապարհը իսկ ամեն թենթը 1700-1800 տարածքում եւ ժամանակ 7000 մարդ կգտնի այդ green zone-ում ավելի շատ մարդ շարժը շատ ունի չկա կարելի մեջ համարել մեկ օրյա մեջ մենք ապակալում ենք ու զուգահեռ գնալով այստեղ հիմնականում լինելու երկու բաներ նմանատիպ բուֆեր է լինելու էքսպո պալասներ է լինելու դրան գումարած երկրների համար աշխատանքային գրասենյակներ շատ երկրներ իրենց նախարարների հաջողության պատմություններ, իրանց ծրագրերը կամ հիմնականում օրակարգային հարցերին վերաբերյալ իրանց դիտարկումները, կանչում են քննարկումները ստեղ են կազմակերպում ու շատ ժամանակ նաև երկրները ունենում են մեծ պավիլյոններում արդեն առանձին փոքր դահլիճային հատված է լինելու, որտեղ որ նաև այդ քննարկումները իրենք կազմակերպում են։ Սա է նմանատիպ գրասենյակների համար պայմանները, այսինքն գրասենյակ ունենան, որը կլինի ընդունարանով առանձին իրանց պատվիրակության ղեկավարի համար սենյակով աշխատանքային կլինեն նաև այս տարբերակները։ Վերակառուցող մակերեսը Մերիդիան էքսպորտինգում 65000 քառակուսի մետր ֆինանսական միջոցների չափում թեկահարտակի հետ իրանք ավելացրեցին։ Որոշակի տեսարան կունենա պատրաստելու ժամանակ միգուցե դուք ուզենաք տեղյակ գրասենյակը ասում ունենալու, որտեղ Հայաստանի Հանրապետության եւ ՄԱԿ-ի դրոշները բարձրացվել են։ Համալիրի մեջտեղի հատվածում վերականգնական աշխատանքներ